ինչ էր կատարվում Լիաննայի կյանքում, որ գլխում գնաց երևի հոգեբանի մոտ։ կյանքում հարցեր, որոնք պատասխաններ չունեին, կամ ունեին այն պատասխանները, որոնց հետ հաշտ չէի գոնե թե։ Հիասթափություններ էին դրանք։ Իմ կյանքում հիասթափությունները այնքան փուլային է եղել, ես արդեն իրենց հետ շատ, այսինքն երբ որ ես մարդուց հիասթափվում եմ, ինչ որ անձնական դրամա դա չեմ սարքում։ Ես հասկանում եմ, որ ես հիասթափվում եմ իմ սեփական ստեղծած սպասելիքներից։ Ոչ ոք պարտավոր չի կերակրել քո սպասելիքները, անկեղծ եմ ասում։ Այդ միգուցե շատ սառն է, միգուցե անսպասելի է, բայց ոչ ոք։ Եթե դու սպասում ես, որ դու էսպես ես արել եւ քեզ հետ պիտի հակառակը անեն, միշտ պիտի հիշես, որ դու ես դիմացինը։ Կոստանտին Սարգսյանը իրականում մարդ է, որի մասին պիտի շատ մարդիկ իմանան։ Իրականում մենք խոսում ենք հոգեբանության ոչ ստանդարտ ճյուղի մասին։ Այնպես ստացվեց, որ իմ կյանքում եկավ մի շրջան, երբ իրավիճակները հենց այդ եմ ասում, երբ որ դու ազատ ես թողնում, ամեն բան իր հունով է գնում։ Այդպես ստացվեց այնպես, որ շատ արագ մեկ գիշերվա ընթացքում ես հայտնվեցի Մոսկվայում։ Ինքին շատ է օգնել։ Ես շուտով իրեն Հայաստանում եմ սպասում եւ ինքը գալու է։ Ինձ համար շատ կարեւոր էր, որովհետեւ կուտակված հարցեր կային, որոնք թերևս ինձ համար շատ դժվար էր մենակով հասկանալ ինչ է սա կատարվում, ինչի է այսպես։ Ու ինքը դարձավ այն ուսուցիչը, ճանապարհ բացողը, որը ինձ ընդհանրապես մի քանի ժամվա ընթացքում բացատրեց այն ամենը, ինչ ես ասենք կես տարի չէի ուզում հասկանալ կամ չէի հասկանում, չգիտեմ, չէի ուզում, թե երևի չէի ուզում ավելի շատ։